Եթե ավելի անկեղծ լինեմ, հոգևորականներից շատերը անձամբ ինձ իհարկե նախորոք շեշտելով, որպեսզի չբացահայտեմ իրանց ով լինելը, իրենց անունը, անձամբ ինձ բազմիցս դիմել են այն խնդրով, որ այո, կան մեր հանդեպ բռնաճնշումներ, այդ թվում նաև քաղաքական process-ներին մասնակից լինելու համար մեզ փորձում են անընդհատ ներքաշել քաղաքական process-ների մեջ։ Թե չէ ինչ, կարգալույց կլինեն, այսինքն եթե Խոսակցության մեջ ինչ էր ասվում։ Ասվում էր, որ իրեն պատրաստվում են կարգալույց անել։ Այդ նույն վախի մթնոլորտում էլ փորձում են պահել մյուս հոգևորականներին, կամ կարգալույս կանեն, կամ կվտարեն ինչ-որ մի հատ հեռավոր գյուղում հոգևոր ծառայություն մատուցելու, կամ կփիլոնազրկեն, կամ չգիտեմ ինչ-որ բան կանեն։ Ամենայն դեպս այս ամեն ինչը վկայում է նրա մասին, որ եկեղեցու ներսում կա վախի մթնոլորտ։ Ու պատահական չէ, որ այս վերջին շրջանում քայլ առ քայլ փորձ է արվում մեր հոգևորականների կողմից, ում հանդեպ Կտրիչ Ներսիսյանի կողմից եղել են բռնաճնշումներ, այդ վախի մթնոլորտը հաղթահարել ու բացահայտել, որ իրանց հանդեպ կան Կտրիչ Ներսիսյանի կողմից բռնաճնշումներ։